Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է ուսումնասիրություն, որը վերաբերվում է 2026 թվականի առաջին 7 ամիսներին Հայաստանի զինված ուժերում գրանցված զինծառայողների մահվան դեպքերին։ Կազմակերպության ներկայացրած տվյալների համաձայն այս տարվա 7 ամիսների ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահվան 30 դեպք։ Դրանցից 11-ը պաշտոնապես դասակարգվել է որպես զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը ծառայության հետ չկապված։ Ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվում նաև հուլիսի 21-ին գրանցված զինծառայողի մահվան դեպքին։ Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ այդ դեպքի առթիվ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն գործի շրջանակում ձերբակալվել են մահացած զինծառայողի համածառայակից կրսեր սերժանտն ու շարքային զինծառայողը, իսկ դատարան է ներկայացվել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։ Կազմակերպությունը նաև հիշեցնում է, որ դեռևս 2019 թվականին դիմել էր գլխավոր դատախազությանը և քննչական կոմիտեին, պարզաբանելու, թե ինչ սկզբունքներով են զինծառայողների մահվան դեպքերը դասակարգվում որպես ծառայության հետ կապված կամ ծառայության հետ չկապված։ ՀՔ Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ զինվորական դատախազությունից ստացված պատասխանի համաձայն այդ դասակարգումը կատարվում է հաշվի առնելով դեպքի կոնկրետ հանգամանքները, մահվան պատճառները և դրանց կապը ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Իսկ քննչական կոմիտեի պարզաբանմամբ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ եզրակացություն տրվում է միայն բազմակողմանի և օբյեկտիվ քննությունից հետո հաստատված փաստական տվյալների հիման վրա։ Միաժամանակ կազմակերպությունը ներկայացրել է իր մոտեցումը նշելով, որ զինված ուժերում մահվան բոլոր դեպքերը նպատակահարմար է բաժանել երկու հիմնական խմբի՝ մարտական և ոչ մարտական։ Ըստ ՀՔ Վանաձորի գրասենյակի, անկախ նրանից, թե զինծառայողը որտեղ է մահացել, յուրաքանչյուր նման դեպք պետք է դիտարկվի որպես զինված ուժերի կորուստ և գնահատվի նաև պետության կյանքի իրավունքի պաշտպանության պարտավորությունների շրջանակում։ Ուսումնասիրության համաձայն 2026 թվականին գրանցված բոլոր 30 մահվան դեպքերը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում։ Կազմակերպությունը նաև նշում է, որ վերջին շուրջ 2.5 տարվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զինված ուժերում մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Կազմակերպության տվյալներով այս տարվա ոչ մարտական մահվան դեպքերի ավելի քան 1/3-ը կապված է ինքնասպանության և սպանության դեպքերի հետ։ Ըստ հրապարակված վիճակագրության արձանագրվել է ինքնասպանության 8 և սպանության 3 դեպք, որոնց մի մասը պաշտոնապես դասակարգվել է որպես զինվորական ծառայության հետ կապված։ Ուսումնասիրության հեղինակները ներկայացրել են նաև ավելի երկար ժամանակահատված ընդգրկող համեմատական տվյալներ։ Ըստ դրանց 2010-2017 թվականներին Հայաստանի և Արցախի զինված ուժերում բացառությամբ պատերազմական կորուստների արձանագրվել է 462 մահվան դեպք, իսկ 2018-2025 թվականներին 511 դեպք։ Կազմակերպության գնահատմամբ հատկապես ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ և վկայում է, որ զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության ոլորտում դեռևս առկա են համակարգային խնդիրներ, որոնք պահանջում են կանխարգելիչ և վերահսկողական լրացուցիչ միջոցառումներ։ Վանաձորի գրասենյակը նաև տեղեկացնում է, որ պատրաստվում է 2026 թվականի առաջին կիսամյակի վերաբերյալ ավելի ծավալուն զեկույց, որտեղ կներկայացվեն զինծառայողների մահվան դեպքերի մանրամասն տվյալներն ու վերլուծությունը։ Մենք շարունակենք հետևել թեմային և ձեզ կներկայացնենք պաշտոնական նոր տեղեկությունները, երբ դրանք հրապարակվեն։